Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով, որում պատասխանում էր միայն տնտեսական բնույթի հարցերին։ Հարցին, թե եթե իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստանալու, ապա ինչու են օգտվել պետության բազմամիլիոնավոր արտոնություններից, շրջանցեց բուն հարցն ու անցավ վճարած հարկերին, որոնք պարտավոր էին վճարել։ Սիվիկային Վալոդի Հակոբյան, շնորհակալություն պարոն Կարապետյան, ես շարունակելով նախորդ հարցը, բայց ոչ թե սուբսիդիայի մասին եմ հարցնում, այլ մաքսատուրքերից ազատման մասին, օրինակ ABC-ից ABC ընկերությունն է 803 միլիոն դրամի ապրանք է ներմուծել, որից մաքսատուրքերից է ազատվել, Anitex-ը 1 միլիարդ 596 միլիոնի, Ampere 590 միլիոն, TEF-ին 460 միլիոն եւ մոտավորապես ընդհանուր 3 միլիարդ ու կեսի ապրանք է ներմուծվել, որի մաքսատուրքերից ազատվել է, եթե դուք պատրաստ եք 1 դրամ աշխատավարձ ստանալ եւ չգիտեմ աշխատավարձից կախված չեք, ապա ինչու եք պարոն Կարապետյան օգտվել այս արտոնություններից։ Շատ կարևոր հարցեր տվեցիք, հերթով անդրադառնանք, ինչ լավ է, որ ունեմ մոտս տվյալներ։ Պարոն Պապոյանը այդ տվյալները հրապարակել է, բայց պարոն Պապոյանը չի ստուգել այդ տվյալները, ցավոք էլի։ Ուրեմն հագստացի օգտված հարկերը ABC եւ Anitex ընկերությունները դա մեր եւ Լիբանանահայ ընտանիքի համատեղ ներդրումներն են։ Լիբանանահայ ընտանիքը ներդրումներ կատարել Հայաստանում, որին հետո որպես пассив ներդրող աջակցել ենք մեզ, կառավարումը իրենք են անում, իրենց ներդրման արդյունքում Հայաստանում շուկայի 60%-ը, օրինակ տեքստիլ, սրբիչը, էլ Թուրքիայից չի գալի։ Այս ներդրման արդյունքում եւ այդ մաքսատուրքերի եւ մյուս բաների ուղղությամբ ABC-ն ու Anitex-ը իրենք որպես կառավարող դիմել են կառավարությանը, քանի որ կառավարությունը տվել է այդ հնարավորությունը։ Բայց ասեմ ձեր ասած ընկերություններից մի քանիսը։ Դուք ասացիք TEF-ի ընկերությունը 460 միլիոնի արտոնություն է ունեցել։ Չէ, արտոնություն չէ, այդքան ապրանք է ներմուծել, դրա մաքսատուրքից ազատվել է։ Օգտվել է տվյալը ստուգված, չէ՞։ Օգտվել է ընդամենը մաքսատուրքի ազատում 79 միլիոնի ընդամենը 400 միլիոն չէ։ Իսկ գիտեք ինչքան հարկ է տվել։ 7 միլիոն դոլարի։ Պարոն Կարապետյան, ասած 490 միլիոն դրամի ապրանք են ներմուծել, դրա մաքսատուրքից ազատվել է բոլոր դեպքերում։ Այսինքն ընդհանուր 3 միլիարդի կեսի ապրանք ներմուծել է, դրա մաքսատուրքից, չեմ ասում այդքան մի մաքսատուրք։ Հստակեցնում հարցս, հա։ Գիտեմ, հասկացա հարցը, բայց այդպես չի։ Ներմուծել է 79 միլիոնի, այդ ձեր ասած թվից 6-7 անգամ քիչ, եւ ամենը վճարել է գիտեք ինչքան դրանից ավել հարկ 30 անգամ ավել հարկ հարգելիս եթե ես վճարում եմ 30 անգամ ավել հարկ եթե ամբողջ էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ աշխատանքային process-ում մի հատ արտոնություն ա տվել մի քանի միլիոն դրամի որի վերջնական արդյունքով մի քանի միլիոն դրամի դուք պատկերացնում եք արդարացիության տրամաբանությունը իրենց գործն է դա անելը ես իմ կողմից Հայաստանում ներդրում անելով ապահովել եմ 29 միլիարդ հարկ, որը կարող եք հաշվել մոտարապես, եկեք հաշվենք 29,000 համարյա կարելի ասել թոշակառուի թոշակ է, կներեք, թե 2900, չէ, 29,000 թոշակառուի թոշակ է, մենք վճարել ենք 29,000 թոշակառուի համար թոշակի գումար, այդ ընկերությունով դուք պետք է ուրախ լինեք։ Ես չեմ պատկերացնում կառավարություն, որը ուրախ չլինի, որ այսպիսի գործարաններ են գործում երկու, որը չկար մինչև այդ։ Զարմանալի է։ Մյուս հարցը բանի հետ կապված։ Ու այսպես մի հատ էլ ունենք լրիվ շատ ավելի վախենալու վճարած հարկերով։ Հարյուրավոր միլիոն դոլարների հարկեր ենք վճարել։ Հազարավոր մարդկանց աշխատավարձի չափ։ Եվ դրա դիմաց գիտեք ինչ ենք ստացել, որ էկոնոմիկայի նախարարը մտնում ասում է 9 միլիոն, ասենք հայտարարում է միտի, բայց իրական 9 միլիոն ինչ որ ուղղությամբ մեր փոքր ընկերությունը ինչ որտեղ կարող է դիմել է ինչ որ մի հատ ծրագրի, որ էկոնոմիկայի նախարարության հիմնական գործն է դա։ Չի կարելի բիզնեսին այդպես վերաբերվել։ Դուք հարց ունեք, ինչու երկիր ներդրող չի գալիս։ Դուք պատասխանում եք այդ հարցին։ Նարեկ Կարապետյանը չպատասխանեց նաև Ֆրանսիայում գտնվող Սամվել Կարապետյանի առանձնատան փողերի լվացման գործով կալանքի տակ գտնվելու մասին հարցին։ Ռուսաստանցի արդեն նախկին միլիարդատեր Շալվատ Չիգրինսկին դուդի այդ հարցազրույցի ընթացքում անդրադառնում է նաև Սամվել Կարապետյանի առանձնատանը եւ նշում, որ դա ֆիկտիվ կերպով է պարոն Կարապետյանինը եւ իրականում պատկանում է
Վլադիմիր Պուտինին, արդյոք պարոն Կարապետյան, դուք հաստատում եք այդ փաստը, որ այդ բնականը ձերը չի եւ ֆիկտիվ է ձեզ պատկանում, արդյոք դուք եղել եք երբևէ այդ առանձնատանը եւ պարոն Չիգրինսկին նշում է, որ քրեական գործի շրջանակներում անցնում է այդ տունը, խոսք է գնում փողերի լվացման հետ կապված, ասում է տունը եղել է կամ հիմա էլ է գտնվում կալանքի տակ, պարոն Կարապետյանի առանձնատունը, եթե այդպես է, ինչու է գտնվում կալանքի տակ ու ինչ քրեական գործով է անցնում, ինչ փողերի լվացման մասին է խոսքը։ Моя бывшая управляющая, которая там работала, да, перед тем, как ее оттуда уволили, чтобы лишних глаз не было, она подтверждала, что там жила Кабаева. То есть Позже. Ну, охранники рассказывали, да. Местном муниципалитете это было известно. вас это заставляет думать, что этот дом купили в интересах Владимира Путина? Ну, да, не так следствие, так считает, то, которое сейчас ведется в Париже. Дом арестован. Дом арестован, да. А официальный владелец Самвел Карапетян? Официальный владелец Самвел Карапетян, да, и следствие расследует отмывание денег, создание нелегального сообщества или преступного сообщества с целью отмывания денег, что она была, что Карапетян не является настоящим владельцем, а что он является, так сказать, ну, фиктивным владельцем. И он владеет этой виллой в интересах там каких-то людей. Вот они будут это доказывать в суде. Առանձնատան հետ կապված ներդրումների առումով դուք երևի գիտեք, որ Սամվել Կարապետյանը մեծ կապիտալ ներդրումներ ունի եվրոպական 4-5 երկրներում, որոնք համեմատելի են անգամ այն ներդրումներին, ինչը կա օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, մյուս տարածաշրջաններում։ Շատ ներդրումներ, շատ պրոյեկտներ մենք ունենք։ Պրոյեկտներից մեկում այդ տան հետ կապված այդ դա տուն է, որտեղ որ մենք ներկա ենք եղել ենք տան հետ կապված այդ process-ները ինչ որ գնում են, հնարավոր է երկու երկրների միջև, այդ երկու երկրների միջև process-ների շրջանակներում է գնում։ Բայց մեր կապիտալը դա մեր կապիտալն է։ Ի դեպ, ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում դարձել է ֆինանսապես հաջողակ մարդ, չունենալով որևէ հումքային ընկերության մեջ փայլ։ Այդ երկրում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով, Արաբական Միացյալ Էմիրություններում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով, Հունաստանի Հանրապետությունում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով։ Ինչ է անշարժ գույքը։ Անշարժ գույքը դա քրտաջան աշխատանք է։ Չի կարելի բոլորին, այդ դուք պատկերացնում եք Սամվել Կարապետյանը միակն է, ով չի ընկել, ամենակչերից մեկն է, ով չի ընկել արևմտյան աջամիջոցների մեջ, այս պատերազմների սկսելուց հետո։ Ինչու։ Ձեզ չի հետաքրքրում ինչու։ Որովհետև նրա աշխատած ամեն լուման աշխատած է եւ ամենա հիասթափեցնող այս process-ի մեջ Հայաստանի ձևաչափով, որ երբ որ նրա վերաբերմունքը ներդրումային մենք տեսնում ենք Հայաստանի հանդեպ միշտ ու հայկական իշխանություններից մենք տեսնում ենք մի տեսակ, գիտեք ինչ, խանդ, վախ, չի կարելի վախենալ սեփական երկրի զավակներից։ Բաբայի, բանջ փողերի լվացման թեմա է, պարոն Կարապետյան, առանձնատանից կապված։ Ձեր կառավարությունն էլ ոնց որ տենց ինչ-որ թեմաներ բոլորի վրա բան է անում։ Երկու երկրների հարաբերությունների հետ կապված process-ներ են, բայց Սամվել Կարապետյանը քչերից մեկն է, սա բոլորը կարող են ռուսական ու ընդհանրապես տարածաշրջանային դաշտում, որ չի ընկել որևէ սահմանափակումների տակ, որովհետև իր աշխատած ամեն գումար, ամեն լումա աշխատած է։ Ինչպես է Սամվել Կարապետյանը բանակցելու երկրի ղեկավարի անունից, եթե չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Այս հարցին եւս Նարեկ Կարապետյանը ըստ էության չպատասխանեց։ Նա խոստացավ տանել փետրվարի 12-ին, որտեղ հայտարարելու են նաեւ իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Պարոն Կարապետյան, եւ վերջին հարցս, դուք նոր նշեցիք, որ Սամվել Կարապետյանը հիանալի բանակցային հմտություններ ունի եւ իր բանակցությունները ավելի դրական էֆեկտ կտան Հայաստանի Հանրապետությանը։ Պարոն Կարապետյան,
Բայց մեր վարչապետը ձեր ընտրվելու դեպքում պետք է լինի X մարդը, որի մասին դուք դեռ չեք հայտարարում, բայց ասում եք, որ պարոն Կարապետյանը պետք է բանակցի։ Այսինքն հաստատում եք, որ Սամվել Կարապետյանը հարակցային դիանալի։ Չէ, ես հղում եմ անում ձեզ, պարոն Կարապետյան։ Ասում եմ, այսինքն ձեր ընտրվելու դեպքում մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ ներողություն արտահայտության համար, բայց ձևի պարագա է լինելու պարոն Կարապետյանն է գնալու իր փոխարեն բանակցի։ Շնորհակալ եմ։ Փետրվարի 12-ին դուք ձեր հարցի պատասխանները հուսով կստանաք։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, բայց ամեն դեպքում մինչև փետրվարի 12-ը դուք որ ասում եք պարոն Կարապետյանը լավ բանակցող է, նա ունի 2 թե 3 քաղաքացիություն, եթե սխալ եմ ասում, խնդրում եմ հստակեցրեք, նա չի կարողանալու որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բանակցել, ինչքան լավ կարողություններ ունենա։ Նա ինչ ազդեցություն է ունենալ, այսինքն ուզում եմ հասկանալ ստվերային կառավարություն է գործելու։ Առաջի հարցը տեխնացիան հարցը Նարեկ ջան ամեն հնարավորականությամբ փետրվարի 12-ին կիմանաք պատասխանը։ Չէ, գրեք, ես հստակեցնեմ ամեն դեպքում, ես ոչ թե ասում եմ ասեք ով է լինելու, ես ասում եմ, որ պարոն Կարապետյանը որպես լավ բանակցող, ինքը ինչ լծակներ է ունենալու բանակցելու, երբ որ չի կարողանալու զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ վարչապետը լինելու է X մարդու կամ 3-րդ մարդը կամ 4-րդ մարդը, այսինքն պարոն Կարապետյանը լավ բանակցել է կոպիտ ասած այստեղ ինչ։ Պատասխանը ստանանք փետրվարի 12-ին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար